Չես մրսում։ Ինչ է շուտ արթնացել։ Չեմ էլ քնը։ Պատկերացնում ես աշխարհը էս փոքր նավի չափ լիներ։ Ու կողքը միշտ ջուր։ Ես ու դու էլ նոյանդապանի մեջ։ Կարևորը թռչուն ունենայինք։ Բաց կթողնեինք, որ մեզ ասի ցամաքը հեռու է։ Փոքր ժամանակ ինձ թռչուն էի տեսնում, խնդրում էի, որ ասած ներս փոխանցի մամայիս։ Լևոնի մաման ասել էր, որ մեր սիրելի մարդկանց հոգիները շփվում են թռչունների հետ։ Ու եթե մենք իրենց ինչ-որ բան ենք ուզում փոխանցենք, կարանք փոխանցենք թռչունների միջոցով։ Ծոչ Ջուլիան իմ ու Արսենի համար էլ մամա դարձավ։ Շատ սիրուն եմ մեկնաբանել ձեր Ջուլիան։ Ծնողներիս մահից հետո իր շնորհիվ էր, որ չչարացա աշխարհի նկատմամբ։ Ատում էի բոլորին։ Ատում էի նրանց, ովքեր ծնող ունեն։ Ատում էի նրանց, ում համար այս կյանքում բան չի փոխվել։ Զարմանում էի, որ բոլորը ապրում են նույն կյանքով։ Ամեն ինչ նույնն էր դպրոցում, բակում։ Ոչ մեկի մոտ ոչ մի բան չէր փոխվել։ Մենակ իմ աշխարհն էր փլվել։ Փողոցով քայլում էի ու տեսնում էի, ոնց են մարդիկ շտապում, քայլում, առևտուր անում, ծիծաղում։ Ուզում էի գոռայի, որ աշխարհը քանդվել է։ Դուք ոնց եք ապրում սենց։ Ոնց չեք նկատում, որ աշխարհում էլ ոչ մի բան առաջվան չի։ Ամեն ինչ այնքան անիմաստ էր թվում, երբ տարիքում ծնողս կորցնում։ Թվում է, թե քեզ զրկել են այս աշխարհում լինելու իրավունքից։ Սկսում ես մտածել, որ ավելորդ ես։ Այսինքն դու ուրիշ հարազատ չուներ։ Դե ունեի։ Քերիս ապրում էր մեր վերևի շենքում։ Հոպարս էլ ներքևի։ Ու տենց սաղ կյանքը շենքից չեն գնալով անցավ։ Մենակ Ծոչ Ջուլիան խոսաց իմ հետ այդ մասին։ Բոլորը մտածում էին դե լավ երեխա է 8 տարեկան։ Կմեծանա կմոռանա։ Մենակ ինքը տեսավ, որ այդ 8 տարեկան երեխան մասերի է բաժանում։ Այնքան կուզել ծանոթանայի ձեր Ջուլիայի հետ։ Պատկերացնում եմ ինչքան ուրախանա, որ իմանա ամուսնանում։ Ամեն անգամ զանգում է 3-ից, ասում է երբ եք ամուսնանում, երբ եք ընտանիք կազմում։ Որ քեզ ճանաչի այնքան կսիրի։ Չես պատկերացնում։ Ամուսնանում ես։ Չի զարմացել։ Դե ուղղակի ինձ թվում է ինձ կարելի էր տեղյակ բալ դրա մասին։ Պատրաստվում էի ասել։ Դեռ ժամանակ կա։ Լավ, ես գնամ պատրաստվում գնանք արդեն, հա։ Ինչ եղավ եղավ։ Ոչ մի բան ուղղակի չեմ ուզում աշխատանքից ուշեմ։
Ես ընդհանրապես խնդրում եմ միան շանս, որ սա մեջ խորին հետ հանգիստ վերջացնեմ։ Ինքը մեղավոր չի, որ ես իր հետ ամուսնացել եմ, քեզ սիրել եմ։ Ինձ թվում է այս պատմության մեջ միակ զորն է։ Դու մեկ արդեն ընտրել եք այս արեք։ Ու մենք ընդհանրապես մի բան ունենք։ Դերախ։ Արթնացար արդեն։ Ուշանում եմ։ Ո՞չ ես գալու։ Ինչ ես հարցնում։ Ուզում եի Աննայի մոտ գնալ։ Նորից։ Դե իրան վատ էր զգում, ուզում եմ համոզվեմ, որ ամեն ինչ լավ է։ Շուտ կգաս։ Անկախ նրանից, թե երբ եմ տունը լինելու։ Աստված շանի գամ տունը չլինես։ Բարև տղեկ, Բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ ինձ տավարի միս կտաս, Ինչ միս կուզեիք։ Քիչ յուղով, առանց յուղով։ ապուրի համար։ Մեկ էլ հավ կշռի, հա, Ինչ հավ կուզեիք, օրգանիկ լավ հավեր ունենք համով։ դրանից։ Դուք կշռեք, ես մի հատ զանգի պատասխանեմ գամ։ Հա, Էվա ջան, Պապարհեստանոցում ես։ չէ, ուրիշ տեղ։ Դու տանը կլինես, ուզում եմ հետդ խոսել։ Չէ, դելտա պիտի գնամ։ Լավ, ուրեմն թող մնա երեկոյան։ Մի քիչ տարօրինակ է, չէ՞ որ հերիք չի առանց քեզ մտել եմ ձեր խոհանոց, մի հատ էլ սառնարանի դուռն եմ բացել։ Ինչն է տարօրինակ։ Դե ուրիշի տուն է։ Սիրուն չի, չեմ սիրում տենց բաներ։ Ուրիշի։ Միշտ է այդ քեզ խանգարել։ Այսինքն, Դե ուրիշի ապրանքը վերցնելը քո համար խնդիր չի։ Օրինակ, մեր խանութը թալանելուց էլի տենց տարօրինակ զգացողություններ ես ունեցել։ ինչի համար ես հիմա ինձ այդ ասում։ Ինչի դու չգիտես այդ ինչի համար էր։ Իմ իմանալը չի փոխում փաստերը։ Ինչ եղավ քեզ։ Ոչ մի բան։ Ուղղակի ծիծաղալու է, որ հանգիստ կարես գողություն անես, բայց քո համար խնդիր լինի ուրիշի սառնարանից հյութ վերցնելը։ Մարսով պատրաստագողություն։ Էվա։ Ինչ եղավ քեզ։ Ոչ մի բան։ Ասում եմ են ինչ որ կա։ Իսկ հիմա գնա խնդրում եմ։ Ես ժամանակ չունեմ սենց անիմաստ բաների վրա մատնելու։ Անիմաստ։ Անիմաստ էր այս ամեն ինչը։ Չեմ հավատում։ Գնա Ռոբ, ես ժամանակ չունեմ։ Ես գիտեմ ինչ ես անում, լսում ես, գիտեմ։ Ռոբ, գնա խնդրում եմ, գնա, թող։ Չես կարա ինձ հեռու պայես քեզանից, չես կարա, Էվա։ Ռոբ, դու պետքա քո կյանքը ապրես, քո ոչ թե իմի մնացորդները, գնա։ Ես իմ կյանքը մենակ քո հետ եմ պատկերացնում, ոնց չես հասկանում, Էվա։
Ռոբ, ես եմ մեղավոր, որ թողել եմ այս ամեն ինչը սենց հեռու գնա, հասկանում ես, դու արդեն խոսում ես ամուսնությունից մի մարդու հետ, ում կյանքի օրերը հաշված են։ Մյուս անգամ տես բան չասես, լսում ես, ոչ մեկ չգիտի այդ։ Ես ճշտել եմ, որ եղել է դեպքեր, որ ես հիվանդությամբ մարդիկ մինչև 50-ից 60 տարեկան ապրել եմ։ Չկա տենց բան, Ռոբ, չկա։ Ես ուզում եմ դու ապրես։ Դու ապրես լիարժեք։ Դու ունենաս կին, ով քո համար կունենա երեխաներ, դու կունենաս այն ընտանիքը, որ չես ունեցել։ Ես չեմ ուզում դու նորից կորցնես։ Խնդրում եմ, գնա։ Քո հետ ապրած իմ ամեն րոպեն գտած է։ Ոչ թե կորցրած։ Ես անգամ էլ քեզ այս չփոյես։ Եկած։ Այսօր ժամը 5-ին պատրաստ կլես։ Ինչի։ Մենք այսօր ենք ամուսնանում։ Գիժ ես ոնց այսօր։ Հենց այսօր։ Ռոբ, բայց Կարող է ուզում էր ավելի սիրուն առաջարկություն անել։ Չէ, ես չեմ սիրում այդ ձևական ռիլերի համար կազմակերպած առաջարկությունները, իմը ամենալավն է։ Ու ուզում եմ լինենք երկուսով առանց ավելորդ ինչ-որ բաների։ Տենց էլ կլինի։ Մենակ ես ու դու։ Պատրաստ կլինես։ Ինչ կա, ինչի համար ես եկել։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Որովհետև չեմ ուզում խանգարեմ ձեզ։ Ինչի իմ զանգերի կարիքը կա։ Հա, ես հենց դրա մասին եմ ուզում խոսալ։ Ուզում եի բացատրեի։ Բացատրություն պետք չի տալ։ Ես ով եմ, որ մի հատ էլ բացատրես։ Արսեն, այդ ինչ որ դու լսեցիր իմ համար էր նորություն։ Այդ տուն առնել է երեխու մասին խոսակցությունները։ Ինչի համար ես այդ ամեն ինչը հիմա ինձ ասում։ Նորմալ է, որ ընտանիքում երեխու մասին է խոսում։ Մենք ընտանիք չենք, Արսեն։ Ես ու Խորենը ընտանիք չենք։ Ու դու շատ լավ գիտես դրա մասին։ Ու ես էլ եմ դրա մեջ մեղավոր։ Կարող է, եթե ես իրան մի քիչ սիրեինք, ուրիշ ձև լիներ։ Բայց կա այն ինչ կա։ Իսկ ինչ կա։ Դու ասացիր, որ ուզում ես ինքդ չխոսես, հարցը լուծես, որ տենց ավելի ճիշտ է։ Ես էլ իմ պրինցիպները մի կողմ դնելով ասացի լավ, գնա խոսա։ Բայց դուք բաժանվելու մասին խոսալու փոխարեն երեխա ունենալու մասին եք խոսում։ Ես ով եմ կասես։ Մտել եմ ձեր ընտանիք, ուզում եմ ձեր տունը քանդեմ։ Ես այդ մարդը չեմ։ Ես Խորենից երեխա չեմ ուզում։ Ու մենք իր հետ վաղուց քննարկել ենք այդ հարցը։ Ինքը գիտի, որ ես երկարես իրավիճակում չեմ մնալու։ Դրա համար ինքը ուզում է ամեն ձևով ինձ կապի։ Սենց տուն առնելով, երեխու մասին խոսալով։ Իսկ դու ինչ ես։ Ես ուզում եմ քո հետ լինեմ, Արսեն։ Ես ուզում եմ երջանիկ լինեմ։ Ուրեմն ես կխոսամ իր հետ։ Դու էլ գործ չունես։ Չէ, խնդրում եմ մի օր էլ սպասի։ Ես իր հետ այսօր կխոսամ, իրերս կհավաքեմ, մամայիս էլ կասեմ, որովհետև ուզում եմ, որ ինձնից իմանան։ Նույն բանն ես խոսում։ Արսեն, մի օր էլ։ Խնդրում եմ, մի օր։ Ես կհավաքվեմ, կգամ քո մոտ, մնացած էական չի։ Նես տպավորությունը ոնց որ քո թիկունքում թաքնվել եմ ու դու ես հարցերը լուծում։ Ես վախկոտ չեմ։ Արսեն, ես շատ բարդ հարց է։ Ես ոչ միայն իմ ու քո կյանքի մասին է։ Խնդրում եմ, մի օր էլ սպասի։ Եթե իմ մոտ չստացվի, կանես նենց ոնց որ դու ես ուզում։
խնդրեմ։ Ինձ էլ թվաց գնալու կոֆե խմելու։ Չէ, ինչ կոֆեի ժամանակ միշտ կա։ Ես շատ սոված եմ։ Դու բան ես կերել։ Չէ, չեմ կերել։ Ես էլ եմ սոված։ Դեզեց։ Խոթամով։ Նե։ Բայց շուտ ասա, ես գիտեմ են դանակ պատարակաղով տորցիկ շոկ մանժե ուտող տպերից ես։ Նա արույտես կարգին աղջիկ է, Հարոբ։ Ինչ։ Մի ասա։ Երբ։ Ինձ էի կանուն կպսնում ախպեր ձեր երեսից չամուսնացա, մի կեր ժամ շուտ զանգի ասում ես այսօր ամուսնանում ես։ Դզետ։ Լավ ինձ ասա ինչ կարամ անում։ Դե սպասում եմ։ Հաստատ ստեղ ես դրանց տեսը։ Դե հա, մի աղջկա հետ եկավ ներս մտան։ Բայց լավ չի, որ հետը աղջիկ կա։ Կարող է ներս գնանք։ Չէ, սպասենք։ Տղեկ ջան, կլինի ես գնամ։ Չէ, նստի տեղը, ցույց կտաս, հետո նոր կգնաս։ Բայց դերբին բան չեք ասի, չէ։ Տղեկ իմացա, որ ես եմ պալիտարը։ Դե կարող եմ ես քո տեղն ես դրե։ Հեսա։ Բեր ինքնա, հաստատ ինքնա։ Փողի տեղը ոսկի բերես տվեց։ Հաստատ ինքնա չես խառնում։ Չէ, անունն էլ լյով է։ Ինչ անենք, այդ ջան գնանք հետևից բռնենք։ Այդ ջան չենք կարա հետքը կորցնենք։ Չենք կորցնի։ Համ աղջիկն է ծանոթ։ Համ էլ ոնց որ տղեն է ծանոթ։ Դուք։ Կարելի է։ Հա, իհարկե, համեցեք։ Եկել եմ խոսեմ քեզ հետ։ Ու քեզ համար տակապուր պատրաստ եմ։ Դուք ինձ համար։ Հա։ Քո թորնիկիս։ Դու անհարմար մի զգա։ Ես հիմա շատ երջանիկ եմ։ Ինչ ռոբոտ չի եկել։ Չէ, ինչ ա եղել։ Չիմացա, մեր աննորմալը փսակվում է։ Ոնց, առաջարկություն արել։ Հա, ասեմ ավելին արդեն օրը կա նշանակած։ Երբ։ Չես հավատա, այսօր 2 ժամից։ Լուրջ բան եմ հարցել։ Լրիվ լուրջ եմ պատասխանում։ Չէ, լրիվ լուրջ եմ պատասխանում։ Տղեկ ինչ կա։ Ծաղիկների համար զանգել ես։ Հա, հանգիստ եղի։ Ես իմացել եմ ամուսանում ես, հա։ Հարց։ Չեմ ուզում մի վարքյան կորցնեմ։ Ամենամեծ երջանկությունն եմ քեզ մաղթում աղբերս։ Մերսի աղբերս։ Լավ, ամոթա, ձեզ մի քիչ ձիգ պայք, լացս եկա։ Ինգերս մեծացել է։ Հիշում եք, մաման միշտ ասում էր, որ Ռոբնա մեջներիցս առաջին ամուսնանալու տենց եղավ, մի բան գիտեր էլի այդ կինիկը, հա։ Այդ նրա համար էր ասում, որովհետև քեզնից հույսը կդրել էր, այդքան բան։ Բայց ինչ ես տենց ասում, որ ես էլ իմ միակին եմ գթե։ Ու հիմա ով է քո միակը։ Այս վերջի միակն է Ռոբ, Լիլիթը։ Լավ, բրծանք Մոնիկան չի։
Ապա պետք է տենայք այսօր իրար հետ ոնց էինք շաուրմա խփում ընկեր։ Մեր դասարանից է լրիվ, ապա աղջիկ չի, աղջիկ ու կես է, բայց հույս ունեմ այդ կոմպլիմենտը իրան դեռ չես արել։ Ասենք առաջին անգամ տենում, որ տաղեն սիրավի աղջիկա շաուրմա ուտել ունարս։ Լավ, դու են ասա, այս շորով ես ելնելու թե փոխվել։ Չէ, գնամ փոխվեմ։ Մենակ ձեզ մոտ բան պետք է խնդրեմ։ Մի հատ տեղ եմ գտել, շատ հարմար է փոքր պսակադրության համար։ Կարող է դուք գնաք այդ սիում բաները, որ անում են դասավորեք, միջև ես Հա, ոչ չեն կարա։ Բլով դե դու այդ ավտոների խմիչքի հարցը լուծի, ես էլ կգնամ այնտեղ այդ հարցերը կլուծեմ։ Всё, արա, գնամ ես։ Всё, ախպեր։ Մենակ լոքեյշնը կուղարկես։ Service beauty fabric-ի։ Եկեք երեխեք։ Բարձրանանք դերը։ Ինչ ենք անում դե ասա։ Լիք թարթիշներ ու կարմիր շրթներ։ Չէ։ Սկսենք։ Իսկ մազը ինչ ես որոշել, Էվա ջան։ Արս, ինձ թվում է կամ հավաքած կամ վեյվեր։ Okay, ուրեմն արի այս անգամ վեյվեր ենք անում, մյուս հարսանիքիդ կհավաքենք, լավ։ Հյուր էիր սպասում։ Չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արագում ունեք։ Բայց ես ոչինչ չեմ պատվիրել։ Էդգարն է պատվիրել։ Լավ։ Մերսի շատ։ Հաջողություն։ Էդգարն է ուղարկել։ Բայց հիմա պետք չի ուտել, ապուրից հետո։ Ահա, համարյա պատրաստ է։ Ես ինձ այնքան անհարմար եմ զգում, որ Տղա շատ միամիտ է, որ մտածում է քաղցրավենիքով սիրտդ կշայի։ Գիտես, շատ շփոթված է։ գիտեմ, որ այստեղ եք, որ Էդգարին ներեմ։ Բայց Էդգարը ինձ այնքան շատ է նեղացրել։ Գիտեմ։ Հիմա հասկացել է, որ սխալ էր։ Մենակ հանուն երեխայի, Դա քիչ է։ բայց բավական էլ չի։ Որովհետև բացի ես երեխեն, առաջին հերթին ես մարդ եմ։ Մարդ, ով ուզում է սիրի, ով կարիք ունի սիրվելու ու իրավունք ունի երջանիկ լինելու։ Ես շատ ուրախ եմ, որ իմ տղայի կողքին մի կին է, ով շատ ճիշտ է մտածում։ Տղամարդիկ, գիտես, միշտ արտաքին շերտն են տեսնում։ Բայց նրանց պետք են կանայք, որ հեռատես են ու խոհեմ, ինչպես դու։ Էդգարի բախտը բերել է։ Շատ կուզեի, որ իմ բախտն էլ բերեր։ Երբ Էվան ծնվեց, բոլորիս ուշադրությունը նա էր։ Կինս ամբողջ օրը նրանով էր տարված։ Էդգարը փոքր էր, բայց ինչ-որ բան հասկանում էր, զգում էր ու խանդում էր։ Շատ էր խանդում։ Մի օր գիշերը գալիս եմ տուն, տեսնում եմ կինս քնած է, հոգնած, որովհետև ամբողջ գիշեր չէր քնել։ Էվան չէր թողել, որ քնի։ Ես էլ ամբողջ օր աշխատում եմ, մենակ էր տանը։ Ու ինչ տեսնեմ։ Էդգարս, որ նույնիսկ Էվայի դեմքին չէր նայում, այսպես քնքշորեն գրկել էր ու օրորում էր։ Ես նրա հայացքից հասկացա, որ դա մեծ սեր է։ Էդգարը շատ դժվար է բարձրաձայնում, որ սիրում է։ Ուղղակի դու պետք է ուշադիր լինես նրա այդ
փոքրիկ քայլերին։ Ես չգիտեմ ինչ եք մտածում, ինչ որոշում կկայացնեք, բայց մի բան եմ ուզում քեզ խնդրեմ։ Ինձ չզրկես իմ թորից։ Ճաշը պատրաստ է։ Հիմա լցնում եմ։ Ինչ ամեղ ա եղել։ Ես որոշել եմ արդեն։ Չէ, մամ, խնդրում եմ։ Գոնե այս անգամ մի խառնվի, էլի։ Ուղղակի մի խառնվի։ Չէ, ես ոչ մի բանում քեզ չեմ մեղադրում։ Մամ, կարաս ինձ լսես։ Մամ, հա, հենց դու ես մեղավոր։ Դու չթողեցիր, որ ես Արսենի հետ գամ ստեղ։ Դու ինձ ստիպեցիր, որ ես Խորենի հետ ամուսնանամ ու Արսենից բաժանվեմ։ Ու դու հիմա ուզում ես համոզես, որ ես հաշտվում ես մտքի հետ, որ ես իր հետ ստեղ եմ ապրում։ Ամեն ինչ, մամ, ամեն ինչ դու որոշեցիր։ Էդ էր ուզում լսեր։ Իսկ հիմա, առաջին անգամ իմ կյանքում ես եմ որոշում կայացնում։ Ու ես դրա իրավունք ունեմ։ Ու եթե դու ինչ չես հասկանալու, մամ, ուրեմն ես քո հետ ոչ մի բան խոսալու էլ չունեմ։ Սույս ու ներկայացնում ես փախնես։ Չէի ուզում փախնել, ես քեզ էի սպասում։ Ինչի համար։ Էս ինչա։ Մենակ չասես պատրաստում ես նոր տուն տեղափոխվելու։ Մենք պիտի խոսանք Խորեն։ Հետաքրքիր է ինչի մասին։ Ուզում եմ բաժանվեմ Խորեն։ Ես խնդրում եմ, արի ուղղակի հանգիստ բաժանվենք։ Ես էլ սենց չեմ կարա։ Իմաստ չունի տանջենք իրար Խորեն։ Դու արժեն ես կնոջ, ով կսիրի քեզ։ Ես գիտեի, զգում էի, գիտեի, որ գտել ես դրան ստեղ։ Ես ոչ մեկին չեմ գտել։ Մի քանի օր առաջ մորդ հետ է խոսում, ասաց, որ այդ գյատն ստեղ է, լոսում է։ Արսենը կապ չունի։ Մենք երջանիկ չենք Խորեն։ Ուրեմն Արսեն։ Խնդրում եմ ուղղակի բաց թող ինձ։ Այսքան արածից հետո դու մտածում ես բաց կթողեմ, հա? Գլխիս պոզել դնես, գնաս, ես էլ ասեմ երջանիկ եղեք, հա? Իմ ու Արսենի մեջ ոչ մի բան չի եղել։ Ինքը կապ չունի։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք հանգիստ բաժանվենք։ Ով էլ դու առանցից։ Սաղ ընտանիքիդ բայել եմ, որ սովից չսատկեն։ Ու ինչ ավել այդ քո համար ընդհանրապես, հա? Թողել եկել է բացակայել քո կյանքից ու դու ուզում ես հիմա իր հետ գնաս երջանիկ լինես, հա? Բաց թող ձեռս։ Ես քեզնից չեմ վախենում։ Ու ես պարտավոր չեմ ինչ որ մեկիդ բացատրություն տամ, թե ինչ եմ ուզում երջանիկ լինեմ։ Ես քեզ չեմ սիրում, Խորեն։ Դու անտանելի ես։ Արեցին ինչ որ պետք է, նորմալ է ամեն ինչ։ Հա, վայ։ Դու ընդեղից ես, չէ՞ գալիս։ Հա, ընդեղից եմ գալիս, բայց Ռոբը ասաց մի քիչ շուտ դուրս արի, տենց ուզեց։ Հա, դե վсё, մնում է ուրեմն բոլորով հավաքվենք, ուրախանանք։ Դու ինչ ես գալի։ Չէ, Լիլիթ հետ պայմանավորված եմ։ Լավ, դե կապի մեջ։ Կապի մեջ։
նկարագրելի սիրունս։ Երբեք չեմ մտածել, որ առիթ կունենամ այս շորակն, մամայի շորն է։ Ռոբին սիրուն է ամեն ինչ։ Սիրուն է, որտեղ դու ես այստեղ։ Ես իզուր քեզ չլսեցի։ Ես գիտեի, որ ինքը տենց ինձ հանգիստ չի թողի, բայց որ սենց ես կարգի։ Ես ասեցի, որ ուզում եմ բաժանվեմ, որ ուղղակի ուզում եմ հանգիստ բաժանվենք։ Հանգստացի։ Ես դրան կտենամ այսօր։ Այսօր Արսեն, խնդրում եմ ոչ միտեղ մի գնա։ Խնդրում եմ մի գնա։ Վերջ ասում եմ։ Ես էլ չեմ թողի, որ այդ քեզ մոտի գնա։ Դու էլ իրան չես տենա։ Ուղղակի հանգստացի, լավ։ Այսօր գիշերը կգնանք լոսից։ Ես քեզ խոստանում եմ։ Բայց մինչև գնալս պիտի տենամ այդ անասունին։ Ինքը պիտի իմանա ում այդ գործ ունի։ Արսեն, ես քեզ շատ եմ խնդրում։ Խնդրում եմ արի հենց հիմա գնանք։ Ասում հանգստացի։ Խոստանում եմ կգնանք։ 2 ժամից կգամ կգնանք, լավ։ Խոսք ես տալիս, որ կգաս։ Մենք էլ երբեք չենք բաժանվի։ Ես քեզ խոստանում եմ։ Այս 2 ժամը մեր կյանքի ամենաերկար բաժանումն է լինելու, լավ։ Գնում եմ շուտ գամ, պատրաստվի քեզ կարգի բեր, որ գամ ու գնանք։ Սիրում եմ քեզ։ Շուտ կգամ։ Ալո։ Երեք մոտը սպիտակ Mercedes էին բերել, մտնայի տետրի մեջ ինչա գրած հեռախոսի համարը շուտ ասա։ Հա, շուտ։ Ալո։ Արսենն է։ Հետո։ Ուժդ մենակ աղջիկի վրա պատում արա։ Տեղը տասը հանդիպենք տարբերությունը կզգաս։ Ես ուրիշի քաձի համար չունեմ պատասխան տալու։ Ինչ ճիշտ տեղել է դել արել եմ։ We have come together in the presence of God to witness the joining together of this man and this woman in the bond of marriage. Եթե մի քիչ ինքնասիրություն ունես, տեղը տասա պիտի հանդիպենք։ Տեղը տասա։ Ոչ մի օր առանց քեզ։ Ոչ մի օր առանց քո մասին մտածելու։ Ոչ մի օր առանց քեզ սիրելու։ Ոչ մի օր առանց քո ժպիտի։ Երդվում եմ։ Չլինել քեզ համար վանդակ, որ թրջես ազատության մեջ։ Երդվում եմ։
Երդվում եմ միշտ լինել։ Գալ քեզ մոտ աշնանը ընկնող տերևի, գարնանը ծաղկած խնձորենու հետ։ Ձմռանը առաջին ձյան։ Ու երբ իմ կարիքը ունենաս, ես միշտ կգամ քո մոտ, թրջնի տեսքով։ Ու քեզ երբեք մենակ չեմ թողնի։ Երդվում եմ։ I now pronounce you man and wife. Ասում եմ տեղը տասա, մեկը վաղ թե ուշ գտնելու է։